Եթե դուք լինեիք մեր տաղավարում, ես ձեզ պետք է խնդրեի, որպեսզի երազանք պահել եւ կայտնվել մեր հյուրերի ճիշտ մեջտեղում, քանի որ մենք ունենք շատ հրաշալի գեղեցիկ անվամբ, Անահիտ եւ շատ պոզիտիվ տրամադրությամբ լցված հյուրեր։ Ողջունում եմ ձեզ, նախ մենք այս ծափարությունները ուղարկում ենք ձեզ։ Ինչպես է տրամադրությունը ձեր մեր տաղավարում։ Հիասքանչ։ Հիանալի։ Հրաշալի, շատ լավ։ Եւ ուզում եմ չխախտենք մեր ավանդույթները եւ ներկայացնեք դուք ձեր մրցակցին, խնդրեմ։ Իմ սիրելի գոլեգա, բազմաթիվ համեղ բաղադրատոմսերի հեղինակ Անահիտ Դադոյան։ Շնորհակալություն։ Հրաշալի։ Եւ բախտի բերումով այո, իրար գոլեգաներ ենք։ Կրկին Անահիտ, հիասքանչ գեղեցկուհի Անահիտ, ով մասնագիտությամբ բժշկուհի է, բայց նաև երգում է եւ շատ-շատերի ծանոթ է հենց երգող բժշկուհի նիկնեյմով, կրկին բլոգեր, հիասքանչ մայրիկ, մի խոսքով Անահիտ։ Հրաշալի, երգող բժշկուհի հիասքանչ մայրիկ Անահիտ Ասելյան եւ բլոգեր Անահիտ Դադոյան։ Այսօր մենք փորձելու ենք մրցել միմյանց դեմ եւ գուշակենք այն երգերն ու ստեղծագործությունները, որոնք պատրաստել ենք մենք ձեզ համար։ Ընդհանրապես սիրում եք երգ, երաժշտություն, լսում եք։ Այո, ես ամեն օր հարդարվելուց, շպարվելուց մեքենայի Երգը իմ կյանքն է, այսպես ասեմ։ Միշտ իսկ ինչ երգեր եք սիրում լսել, ինչ ժանր եք նախընտրում ավելի շատ։ Ես փոփ։ Ես էլ։ Փոփ։ Փոփ ժանրային տրամադրությամբ էլ շարժվում ենք առաջ եւ ես հայտարարում եմ մեր առաջին փուլի սկիզբը։ Առաջին փուլ, գուշակիր մեղեդին, լսելու եք երգեր, ստեղծագործություններ եւ փորձելու եք գուշակել թե որ ստեղծագործությունն է դա կամ ով է երգում։ Ունեք զանգակներ, զանգակների միջոցով սեղմելու եք եւ մենք հասկանալու ենք թե ով է առաջինը եւ ով է առաջինը պատասխանելու։ Եթե ամեն ինչ շատ པարզ է եւ ամեն ինչ պատրաստ է, զանգակների բարձր հնչյունների ներքո եւ ձեր զանգերը սեղմեք, շատ մենք գնում ենք դեպի առաջին փուլ, գնացինք։ Ես էլ չգիտեմ։ Չկա տարբերակ, մոտ նույնիսկ։ Չէ։ Արփի։ Չէ։ Երևի չէ։ Մի հատ փաստաթող կրկներքի մասը։ Արփի երգերից է։ Արփի, չէ։ Չէ։ Ես էլ տարբերակներ ճիշտ ասած չունեմ։ Իրականում բարդ տարբերակ է, շատ բարդ տարբերակ է։ Չգիտես ինչի մեր հնչյունային ռեժիսորը ընտրեց այս բարդ տարբերակը որպես առաջին երգը։ Առաջին երգ, չգիտեմ ինչի է նա արում, այդպես ամեն դեպքում ճիշտ պատասխանը Սարո Թովմասյան Արազն անցա։ Ես վստահ եմ որ Սարոին հարցնենք, նա երբ է երգել կատարել, այստեղ ինքն էլ չի հիշի, չէ։ Մի խոսքով, անցնենք առաջ, հուսանք երկրորդ ստեղծագործությունը մի փոքր ավելի հեշտ կլինի։ Պարոն Արգաշյան։ Առաջին զանգ ունենք։ Այո։ Լսում ենք։ Հայկական բանակ։ Եվ մեր անունն է հայկական բանակ։ Երգը նվիրված է բանակին։ Ով է կատարում։ Թաթա Սիմոնյաններ, թե, հա։ Թաթա Սիմոնյան բանակ։ Այո, ճիշտ պատասխան ունենք այդ մեկ միավորը։ Գնացինք առաջ, լսում ենք հաջորդ ստեղծագործությունը։ Նույնիսկ մոտ տարբերակ չունի, բայց կարծով ռոմանտիկ ավելի մոտեցրես, կարող եք գուշակել։ Ահա, ոնց այդ կողմից ինչ-որ ճիշտ տարբերակ է փորձում Անդրեից, հա։ Զանգակով։ Ահա։ Անդրե։ Բայց երգը չեմ կարողանում հիշել։ Իմ սերը քեզ, էդ էր։
Թվեր թող Անդրեն ճիշտ տարբերակներ եւ իմ սերը քեզ իմ սերը քեզ դե երկով բժշկուհին մնում է երկով բժշկուհի նա երկես եւ յուրաքանչյուր ես տալիս եմ մեկ միավոր քանի որ այո ճիշտ պատասխանն է Համատեղ վաստակած միավոր էր։ համատեղ տարբերակով մեզ մոտ հաշիվը դարձավ 2-1 լսում ենք հաջորդ ստեղծագործությունը Օ կրկերը թեժացան Նարեկ Նարեկ Գևորգյան Գևորգյան արև Եկեք բաժանենք այդ մեկ միավորը նույնպես 2-ի միջև եւ հաշիվը դառնա թող 2-3 Վերջ, ավարտեց առաջին փուլը, այսպես արագ, այսպես անսպասելի Մեզ մոտ գեղեցիկ հետաքրքիր պայքար ստացվեց Դժվար երգեր էին Ես ուզում եմ, այսպես ասած, հասկանալ ոնց էր, հեշտ էր, դժվար էր Հեշտ չէր։ Հեշտ չէր, բայց դժվար էլ չէր Հա, դժվար էլ չէր։ Միջին տարբերակով Երկրորդ փուլը խոսանում է լինել էլ ավելի հետաքրքիր Երկրորդ փուլը անվանել ենք այսպես Թարս մարս լսելու եք երգերը թարս տարբերակով եւ փորձելու եք գուշակել թե որ ստեղծագործություններ եք հիմա լսում դուք եւ այսպես լսում ենք առաջին ստեղծագործությունը Ներընչունային ռեժիսորը տանջում է ձեզ ու տանջում ու հիմնականում առաջին առաջին ստեղծագործություններով Ունենք տարբերակներ Ես չունեմ անկեղծ ասած։ Անկեղծ ասեմ ոչ ես ունեմ ոչ էլ բնավ բայց լսենք ճիշտ պատասխանը Արմոյի Բայց լսել եք այո վստահ եմ որ լսել եք այս ստեղծագործությունը Արմոնետիկ Արմո գնանք առաջ Այսինքն երկը չեմ հասկանում։ Լսում ենք Սիպսիմե Հակոբյան Լիպսիմե Հակոբյան Սոնա Շահգետյան։ Սոնա Շագելձյան Չէ։ նման էր ձայնի տեմբրը Երրորդ վերջի տարբերակն էլ ասեք Դե լավ սխալ եմ կասել Որ մի հատ էլ լսենք։ Մի հատ էլ լսենք մի հատ էլ տանջենք ձեզ Հոպոնոթավայր։ Լուսի Ես փորձեմ հուշել Ջանա այդպիսի բառ կա այս Ջանա։ Ջանա Լուսինե Չկա Չէ։ Չունենք Ոչ։ Շատ Չունենք։ բարդ երգեր են։ Ինչ երկեր են Բարդ։ Բարդ դե Այո։ լսում ենք ճիշտ պատասխանը այս բարդ երկի Քո տեսքիներ չեմ դիմանը, քեզ եմ սիրում քեզ։ Ռուզան Ավետիկյան Լսել եք Ռուզան Ռուզան Ավետիկյան դե մեծացել ենք այս երգը։ Անունը չէի կարողանում լեգենդար հատվածը այդ ստեղծագործության դե Տեմբրից հաշիվում եմ ամփոփ հասկացավ չենք ընկճվում շարժվում ենք առաջ Այս փուլը չենք կարող գշել Եվ Ռիպսիմե Հակոբյան Հայկո Ռիպսիմե Հակոբյան Հայկո Քոսերը մի շաշխար Բրավո, 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 բրավո Շատ գեղեցիկ ստեղծագործություն Հաշիվը հավասարվեց 3-3 Վերջին ստեղծագործություն Վերջին տանջենք Եվ Սիրուշո, Սիրուշո Սիլվա Հակոբյան, Սիլվա Հակոբյան Սիրուշո թե Սիլվա Հակոբյան կամ Սիրուշո կամ Սիլվա Հակոբյան։ Եվ եթե վերջնականացնենք Անայդ ինչ կասի Մի հատ էլ կդնեք մի բա Մեկ հատ էլ լսենք Շարժում ենք ձեռքերը, հետո ոտքերը։ Զանգը կար, շարժվում ենք ձեռքերը, հետո կոնքերը հետո
Հետո Եփա շարժում ենք ոտքերը, հետո կոնքերը, հետո ձեռքերը, ծափ ծափ ծափ։ արա աշխարհը կպարի սիլոյ պարը։ Հա, սիլոյ պարը։ Զնգ ծափ ծափ ծափ։ Այո, այո։ Սիլվա Հակոբյանը բերում է ձեզ մեկ միավոր, հաշիվը դառնում է 4-3 եւ մենք ակնկալում ենք ձեր սրտի խոսքը ուղղված Սիլվա Հակոբյանին։ Մեծ մանկության երգն է։ Մեծացել Սիրում այս եմ։ երգերի տակ, Հա, այո։ ես իր երկերը շատ Սիրում եք, լսում եք։ Շատ իհարկե։ շատ։ Սիլվա Հակոբյան։ Եվ ինչ կմաղթեք Սիլվա Հակոբյանին։ Նորանոր հաջողություններ։ Այո։ Էլ ավելի սիրուն երկեր։ Հրաշալի։ Շնորհակալություն։ Շատ հետաքրքիր տարբերակով ավարտեցինք մեր երկրորդ փուլը։ Գնում ենք դեպի երրորդ փուլ։ Երրորդ փուլում ես ասմունքելու եմ, դուք գուշակեք։ Ավելի ենք բարդացնում, ծանրացնում, բայց վախենալ պետք չէ, փուլը շատ հեշտ է, հետաքրքիր, պետք է ուղղակի գուշակեք երգերը։ Ճանապարհ, շատ երկար, երկար։ Միշտ սպասել եմ քեզ եւ սիրել անդադար։ Միշտ սպասել եմ Տես, այսօր գրկել եմ ես քեզ։ Ու նայում եմ, տես, նուրբ աչքերիդ ես։ Չգիտեմ ինչպես ու ոնց եմ ապրել իմ կյանքը առանց քեզ։ Երազել եմ ես, որ այսօրվա պես միշտ ասեմ, սիրում եմ քեզ։ Ես կարամ երգը երգեմ, բայց չեմ հիշում։ Լսում եմ, Ճանապարհ շատ երկար, երկար, միշտ սպասել եմ քեզ ու սիրել անդադար։ Նարարերամ տամ, պերարերամ պամ, տարարամ, տարարամ։ շատ իդեալական երգում եք։ Տենց էր, չէ։ Այդպես է։ Այդ երգն է, չէ, բայց ով էր երգում։ Ով էր երգում։ Մի րոպե։ Դուետ էր դա։ Գնացեք օվկիանոսից այն կողմ։ Արմենչիկ։ Չէ, Արման Հովանիսյան։ չէ, Չէ, Սարո։ Չէ։ ոչ, Մի րոպե։ բացառման կարգով։ Եթե Արմենչիկը չի օվկիանոսից այն կողմ, Արման Հովանեսյանը չի օվկիանոսից այն կողմ, Արմինկան չի օվկիանոսից այն կողմ, Հարութ Բալյան։ Հարութ Բալյան, դե իհարկե, Հարութ Բալյան, գտանք։ Շատ երկար Ես այդ երգը այնքան եմ սիրում։ Միշտ սպասել եմ քեզ Ես սիրել անդադար Այո, երկեցիք շատ ճիշտ։ Վաստակեցիք միավորը եւ գնում ենք առաջ։ Սիրելիս, քեզ շատերն են ասել։ Փայփայել, բայց քեզ չեն սիրել։ Լուսինե Աբրահամյան։ Լուսինեն ճիշտ է, բայց ազգանման Ազգանը հետ կարող է կապված։ մի քիչ բայց Լուսինե։ Կարող ես երգել երգը։ Այդ էլ կարամ երգել։ Լսում ենք։ Մի րոպե։ Լավ, հիմա չեմ կարող երգել, բայց Լուսինե։ Լուսինեն Լավ, վստակ։ մի քիչ ասեք կերգեմ։ Այո, ես պատրաստ եմ ներել քեզ։ Ու կիսել միշտ քեզ հետ նեղության պահերը։ Անընդմեջ ես պատրաստ եմ ներել քեզ ու կիսել միշտ քեզ հետ նեղության պահեր։ Քո կողքին օրերով, ժամերով, քո լուրսվերը դառնալով։ Եվ Ինչ որ կամ, ընդունիր դու ինձ ոնց որ կամ։ դե այո։ Ինչ լավ բան է սլոփ ունենալը։ Լուսինե Պողոսյան, ինչ Պողոսյան, որ հա, կամ, ճիշտ է։ այսպես էր կոչվում այս Կներեք ստեղծագործությունը։ ձեր ազգանունը չի հիշում։ Դա կների Լուսինեն, կարծում եմ 5-4։ Հաշիվը 5-4, մեկ միավոր է բաժանում ձեզ հաշիվը հավասարեցնելուց Անահիտ։ Փորձենք։ Հավաքում ենք ուժերը, լարում ենք ուշադրությունը, լսում ենք վերջին ստեղծագործությունը։ Թափառում եմ, թափառում։ Ես իմ սերն եմ որոնում։ Չկա ոչ մեկ իմ սրտում, հավատա քեզ եմ փնտրում։ Գոնե դու ինձ հավատա, մի թող մենակ մի գնա։ Առանց քեզ սիրտս ջահել, կմարի չի դիմանա։ Դե բացիր քո սիրտը, տես երգում եմ քեզ։ Արման Հովանեսյան, ընտե բացիր քո սիրտը, տես երգում եմ ես։ Այդ էր։ Լսենք։ Բրավո։ Հավասարվեց հաշիվը։ 5-5։ Թեժության գագաթնակետն եմ այստեղ ես նկատում, արդեն 5-5 ընդհանուր հաշիվը հավասար է, մեզ մնացել է 1 փուլ, 4-րդ փուլը։
Եվ այսպես, հաշիվ հավասար է 5-5, 4-րդ փուլ, 4 փուլում պետք է մենք մտաբերենք երգեր, որոնք նվիրված են մայրիկներին։ Եվ այսպես, եթե պատրաստ եք, կարող ենք սկսել։ Պատրաստ ենք։ Գնացինք։ Առաջինը, քանի որ հաշիվ հավասար է, կարող եք, այսպես ասած, փորձել չինգա-չունգով, փորձել որոշել, ով է սկսում։ Անահիտ։ Միհրան Զարուկյան, քեզ սիրում եմ բարի միակ իմ մայրիկ։ Բրավո, հրաշալի, ունենք ճիշտ պատասխանը։ Անահիտ։ Ես ճիշտ ասած մայրիկների մասին այդպես երգ հենց իմ մտքով անցնում է, ես մի անգամից Քրիստինե Պեպելյանի երգն եմ հիշում, Լուիսը քո։ Գեղեցիկ, այո, շատ գեղեցիկ ստեղծագործություն։ Ես իրական շատ վատ եմ երգում, կուզեմ դուք երգեք, որովհետեւ շատ քաղցր հնչի այդ երգը, բայց իմ համար մայրիկների ամենասիրուն երգերից մեկն է։ Շատ գեղեցիկ ստեղծագործություն մտաբերեցիք, այո։ Ես մտաբերեցի նոր երգա Նարեկ Գևորգյանի ու Յանա Հովանեսյանի Մամ քեզանով է սկսվում օրնի մամ քեզանով է սկսվում կյանքնի մամ թե կարողանամ տենց ինչ որ սիրուն երգեր Շնորհակալություն Անահիտ Ճիշտ ասած չեմ հիշում ում կատարումն է կարելի է այդպես բայց այսպես մի հատված եմ հիշում մամ ջան դուրդ բաց որդին քո կարոտած Այո, կա նմանատիպ ստեղծագործություն շատ գեղեցիկ, ընդհանրապես կհամաձայնեք, վստահ եմ կհամաձայնեք, որ մայրերին նվիրված յուրաքանչյուր ստեղծագործություն շատ գեղեցիկ է եւ շատ հաճելի լսել։ Անահիտ։ Կարծեմ Սոնա Ռուբենյանի Մայրիկ նանանանանամ տերարամ պապից բորերը Բայց մի փոքր հիշեք իմ սրտում քո Մայրիկ Բարերը դες լավ չեմ կարա հիշեմ, բայց ես երաժշտություն եմ հիշում։ Վստահ եմ, որ այո, ընդունեցինք։ Անահիտ։ Կնշեմ նաև Շուշան Պետրոսյանի երգը, իրականում այսպես հիմա հստակ չեմ հիշում հենց մայրերի մասին, թե չէ, բայց Ախ երանի թևեր առնեմ թռչուններն այո, շատ գեղեցիկ ստեղծագործություն։ Ես Սիրուշոյի մայրիկն եմ հիշում։ Այսինքն Սյուզաննա Մարկարյանի։ Սյուզան Մարկարյանի Սիրուշոն մայրիկ երգ ունեի, բայց այս բային մտքիցս ծրել ոնց էր այդ երգը։ Կարամ Արևիկի մայրիկի երգերից մեկը երգեմ, որում ես էլ եմ երգել։ Ահա։ Ու հիմա էդ էլ եմ մտքիցս ծրել։ Երբ հավաքվեմ։ Վայ։ Եվ այսպես։ Չէ։ Լուրջ գիտեմ, բայց չեմ կարող հիշել։ Հետ հաշվարկը սկսվելու է հիմա։ Դա չեմ կարող հիշեմ։ Վայ։ Ես ինքս երգել եմ այդ երգի մեջ, չեմ կարող երգել։ Մի բառ։ 3 2 Իրոք չեմ կարող հիշեմ երգել։ Դուք երգել եք այդ երգը ոնց հասկացա։ Վայ, էդ իմ ամենասիրելի երգերից ով է։ Ես չենք հիշում։ Անկեղծ չէ։ Այս բային sense մթակնել է, չեմ կարողանում հիշեմ։ Հիմա որ ասեմ, իսկապես որ գնամ տուն, մամաս կասի։ Ոնց չես կարող երգես։ Իսկ տունը հաճախ եք երգում։ Շատ։ Այդ երգը նույնպես։ Այդ երգը։ Միգուցե փորձենք զանգել երգիցը միշտ հուզվում։ Ով կարող է օգնել ձեզ այս հարցում։ Մամաս։ Մայրիկը։ Փորձենք զանգել մայրիկին, եթե դեմ չի։ Եկեք զանգել։ Եկեք զանգեք մայրիկին, տեսնենք մայրիկը կարող է օգնել, որովհետև ինձ շատ հետաքրքիր է, որ երգի մասն է երգել եք։ Այդ երգը շատ սիրուն երգ է։ Անահիտ ջան, իդեպ նշեմ դուք էլ ունեք մեկ զանգի իրավունք։ Լավ։ Բայց ըստ այն հիմա մտաբերել եք արդեն։ Բայց բարձրախոսով, խնդրում եմ բարձրախոսով։ Ասի։ Մամ, Անահիտա, ես հիմա եթերի եմ։ Հա, մի հատ եթերի եմ, քեզ բան եմ հարցնում, ասա էլի խնդրում եմ։ Մեր Արևիկի մայրիկի երգը մի տող գոնե կերքես, հիշեմ, չեմ կարողանում հիշեմ։ Մայրիկի։ Հա, որ ես էլ եմ մեջ երգել։ Հա, լավ։ Օգնեց մայրիկը։ Հա։ Եվ որ երգն է դա։ Իշեցի, բայց Մայրիմ, հա, լավ, սպասի, ես այդ երգեմ, հա, լավ։ Ապրես։ Եվ այսպես։ Մայրիմ սիրելի, ինձ գրկիր ամուր, իմ հոգու փերի,
Տուր ինձ մի համբույր, թե հանկարծ հարցնես, ինչ եմ երազում, քեզ վստահ կասեմ, ինչուն եմ մտքում, երանի լինես, կողքին իմ ողջ կյանքում, մայր քեզ եմ ես սիրում։ Բրավո։ Բայց ցավոք չեն կարող հաշվել այս երգը, քանի որ վերևներից մեզ ասացին, որ զանգ ընկերոջը տարբերակուակի չկար այս հաղորդման մեջ։ Հնարավոր չէր զանգել իջել, բայց ամեն դեպքում շնորհակալություն, որ լավ երգեցիք, շնորհակալություն Բայրիկին, որ հիշեցրեց այդ երգը։ Ես առաջարկում եմ ձեզ այսօր ոչ ոքի տարբերակով հավասարի դրամատրությամբ Համաձայն ենք, հաղորդումը կներեք, ինձ էլ վերևներից կանչում են վերև։ Ձեզ լավ օր, շնորհակալություն, մոտամոտ այսպիսին էր, լավ տրամադրություն բոլորին, կհանդիպենք, իսկ ես հիշեցնեմ, որ մեր տաղավարում երկու հրաշալի Անահիտներն էին։ Այսօր այսքան, հաջողություն։ Տեսություն։